Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանն ընթരാճ տեղի ունեցավ փորձի փոխանակում հանրային խոսքի հմտություններ թեմայով։ Երեխայի իրավունքները երեխաների աչքերով միջոցառման բանախոս երեխաների Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի, հանրային խոսքի մարզիչ հաղորդավարուհի Հրաչուհի Ութմասյանի եւ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխայի պաշտպանության բաժնի ղեկավարի պաշտոնակատար Վիկտորիա Օհանյանի միջև։ Հունիսի 1-ին մենք ունենալու ենք այսպես ոչ ֆորմալ ձևաչափ, որի ժամանակ տարբեր թեմաների վերաբերյալ դուք ձեզանից խմբեր կամ դուք հենց որպես միակ խոսնակներ ներկայացնելու եք ձեր տարբեր ոլորտներում, ձեր տարբեր իրավունքների հետ կապված այն խնդիրները, որ տեսնում եք, ինչու մենք որոշեցինք նման մի բան կազմակերպել, որովհետև մշտապես տեսնում ենք, որ երեխայի կարծիքի արտահայտման, իր մասով իրեն վերաբերող որոշումների կայացման գործընթացում երեխաների մասնակցությունը բավարար չափով մեխանիզմներ չունի մեր երկրում։ Ուզում եմ ասել, որ թե միջազգային փաստաթղթերով եւ թե մեր ազգային օրենքով նախատեսված է, որ երեխայի կարծիքը հաշվի առնելու եւ դա ընդունելու ու հիմք ընդունելու համար պետությունը պիտի ունենա մեխանիզմներ։ Պիտի լինի ստեղծի հնարավորություններ, որ ձեր կարծիքը հաշվի առնվի, որ դուք կարողանաք ձեր կարծիքը արտահայտել ու նաև այդ արվի այն ձևով, որ ավելի ոչ թե մեծերին է հարմարեցված, այլ հարմարեցված է հենց երեխաներին։ Հանդիպումը նաև բացի այն, որ ուզում ենք ծանոթանալ ձեզ հետ, նաև նրա համար է, որպեսզի պայմանավորվենք, թե ինչպես ենք ձեզ հետ աշխատելու, ձեզ օգնելու, նաև փոխանցելու որոշակի օգտակար հմտություններ, որպեսզի դուք կարողանաք ձեր կարծիքը ազատ արտահայտել, չկաշկանդվել ու նաև կարողանաք ներգրավել այդ որոշումների ու քննարկումներին, որոնք հունիսի 1-ին մենք ունենալու ենք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, որ եկել եք այսօր այս նախապատրաստական հանդիպման։ Ուզում եմ ասել, որ մենք արդեն երկար տարիներ ենք համագործակցում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ եւ ձեզ չեմ պատմի, թե ինչ ենք արել։ Բայց մի կարևոր բան կա, որ եղել է դրա արդյունքում եւ մեզ համար դա շատ կարևոր է եւ մենք ուզում ենք, որ դա շարունակվի եւ աճի։ Խոսքը նրա մասին է, որ երեխաները սկսել են դիմել պաշտպանին։ Նախկինում երեխաների հարցերով դիմել են ծնողները, ուսուցիչները, խնամականները, դա միշտ եղել է։ Երեխաների իրավունքների վերաբերյալ պաշտպանին դիմումներ եկել են մեծահասակներից։ Եվ շատ կարևոր է, որ դուք սկսել եք դիմել։ Դա նշանակում է, որ պաշտպանը կարողացել է ստեղծել այն վստահությունը, որ երեխաները գիտեն, հասկանում են, որ եթե դիմեն պաշտպանին, կայքի միջոցով, ոչ ֆորմալ կամ ֆորմալ, անպայման ինչ-որ լավ բան դրանից կլինի։ Երեխաները հատկապես փոքր տարիքում իրենց կողքից նայելու ունակությունը դեռ չունեն եւ շատ ավելի ազատ են իրենց գործողությունների մեջ եւ միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ շատ կարեւոր պահ է սա, հա, երբ երեխաները իսկապես ունեն իրենց կարծիքը հայտնելու իրավունք, որովհետեւ ցավոք սրտի այն սխալները, որոնք կարող են ծնողները կատարել իրենց երեխաների նկատմամբ փոքրուց, այդ սխալները ուղղելու process-ը մեծ տարիքում շատ ավելի երկար է տևում։ Պիտի խնդրեմ, որ լինեք մաքսիմալ ազատ, մաքսիմալ հանգիստ, լավ է, որ էլի մարդիկ կան, զուտ հանդիսատեսի, ավելի քիչ քանակով, բայց հանդիսատեսի աչքերով կնայեն ձեզ այսօր, ուղղակի համարենք, որ հա, այսպես թեթև դասընթացի պես մի բան է, զրույցի տեսքով, մաքսիմալ ձեզանից ձեր ազատությունն է պետք, որպեսզի նորից եմ ասում, դուք են տարիքում եք հիմա, որ այն ինչ որ հիմա կլսեք, այն ինչ որ կսովորեք, ձեզ հետո մեծ տարիքում շատ ավելի պետք կլինի եւ իմ կարիքը դուք որպես հանրային խոսքի մարզիչ այլևս չեք ունենա։ Հունիսի 1-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված երեխայի իրավունքները երեխաների աչքերով խորագրով համաժողովը։ Միջոցառումը միտված էր խթանելու երեխաների լսված լինելու կարծիք արտահայտելու իրավունքների իրացմանը, ստեղծելով երեխայակենտրոն հարթակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները կարող են ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները եւ դրանք քննարկել ոլորտային իրավասու ներկայացուցիչների հետ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը եւ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանը։ Քրիստինե Գրիգորյանը իր խոսքը սկսել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային
միջազգային օրվա առթիվ շնորհավորանքներից։ Նա նշել է, որ իրենց վերաբերյալ կայացվող որոշումներին երեխաների իմաստալից մասնակցությունը բխում է երեխայի կարծիքի արտահայտման իրավունքի էությունից եւ իհարկե երեխայի լավագույն շահից։ Այս առումով չափազանց կարևոր է, որ երեխաների առաջ բացվեն հնարավորինս շատ հարթակներ եւ հույս ունեմ, որ այսօրվա միջոցառումը այդ նպատակին ծառայող մեկ լավ հնարավորություն է։ Քրիստինե Վայգանդը նշել է, որ արդեն երկար տարիներ UNICEF-ը համագործակցում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ երեխաների ձայնը ավելի լսելի դարձնելու եւ նրանց աջակցելու աշխատանքային մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։ UNICEF-ի եւ մարդու իրավունքների պաշտպանի համագործակցության ամենամեծ արդյունքներից մեկն այն է, որ դեռահասները կամ երիտասարդներն ավելի հաճախ են դիմում մարդու իրավունքների պաշտպանին աջակցության համար, բայց մենք դեռ ավելին պետք է անենք յուրաքանչյուր հայ երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականություն դարձնելու համար, նշել է Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը։ Այսօր մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը շարունակելու համատեղ աշխատանքը բարելավելու երեխայակենտրոն դիմում բողոքների մեխանիզմները, բարձրացնելու երեխայի իրավունքների մասին տեղեկացվածությունը եւ շարունակելու դրանք դնել ազգային ծրագրերի եւ քաղաքականության հիմքում։ Անդրեա Վիկտորինը շնորհավորելով երեխաներին ու երիտասարդներին շեշտել է, որ երեխայի իրավունքները պետք է լինեն պաշտպանված ու մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Կրթության կամ շրջակա միջավայրի պաշտպանությանը միտված մեր ծրագրերի շրջանակում մենք աշխատում ենք երիտասարդների հետ ու ամեն անգամ բացահայտում ենք, որ նրանք շատ ավելի հետաքրքրված են ավելի խիզախ դրական փոփոխություններ իրականացնելու համար։ Ես ուզում եմ, որ դուք լավ կյանքի հնարավորություն ունենաք, լինեք ազատ ու մասնակցեք որոշումների կայացմանը, նշել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը։ Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ նշել, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է ապահովի ամենուրեք ու բոլոր երեխաների համար, անկախ երեխայի բնակության վայրից ու կարգավիճակից։ Միջոցառման ընթացքում բանախոս երեխաները հանդես են եկել անհատական եւ խմբային ելույթներով, որտեղ ներկայացրել են իրենց իրավունքների իրացման հետ կապված խնդիրներ։ Երեխաների ելույթները վերաբերում էին 3 հիմնական թեմաների՝ կրթությանը եւ սոցիալական ներառմանը, հասարակությունում եւ ընտանիքում երեխաների պաշտպանությանը եւ անվտանգությանը, ինչպես նաեւ բուլինգին եւ խտրական վերաբերմունքին։ Կրթության եւ սոցիալական ներառման թեմայի շրջանակում անդրադարձ է կատարվել կրթության ոլորտի բացերին, մասնավորապես երեխաների կրթության իրավունքի իրացման խոչընդոտներին, բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությանը եւ լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար հաղորդակցման ու իրենց իրավունքների իրացման համար առկա դժվարություններին։ Ներկայացվել են նաեւ հասարակությունում եւ ընտանիքում երեխաների պաշտպանության եւ անվտանգության հարցեր։ Մասնակիցները խոսել են երեխաների համար կիբերանվտանգության կարեւորության, պատերազմի որպես երեխայի իրավունքների ոտնահարման երևույթի մասին, ինչպես նաև երեխաների նկատմամբ ընտանիքում հարգանքի կարևորության մասին։ Երեխաները նաև խոսել են դպրոցներում բուլինգ արատի եւ խտրականության մասին, ինչը միայն ի վնաս է աշխատում նրանց անձի կայացման եւ ապագայի համար։ Միջոցառմանը ներկայ էին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորներ, ոլորտային նախարարությունների, ոստիկանության ու քաղաքային իշխանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այժմ լսենք բանախոս երեխաների ելույթները եւ կարծիքները իրենց իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Համաժողովի սկզբում երեխաները պատմեցին իրենց լավ ու վատ փորձառությունների մասին։ Ճիշտ է, ես արդեն 20 տարեկան եմ, բայց առավոտվանից արդեն մի 5-6 հոգի ինձ շնորհավորել են այսօրվա կապակցությամբ։ Ով եմ ես։ Ես Նարոն եմ, ծնվել եմ Իրաքում ու արդեն 10 տարուց ավել է ապրում եմ Հայաստանում։ Իմ կյանքը բաժանում եմ երկու փուլի՝ մինչ կամավորություն սկսելը եւ կամավորություն սկսելուց հետո։ Մինչ այդ ես մտածում էի, ես սովորական ինչ-որ մարդ եմ, երեխա եմ, ով ինչ-որ տաղանդեր չունի, չի կարող հասնել ինչ-որ հաջողությունների ու գաղափար չունեի անգամ, չէի կարող պատկերացնել, որ մի քանի տարի հետո կարող եմ այստեղ կանգնած խոսել։ Մի օր մայրիկը զանգ է ստանում մի շատ կարևոր մարդու կողմից իմ համար ու ասում, որ կա փոքրիկ ծրագիր, որին կցանկանային ես մասնակցեմ, մայրիկս ոգևորված ասում է, այո, իհարկե կարող եմ մասնակցել Նարոն եւ համաձայնությունը տալով ես գնում եմ։ Ու դա իմ ճանապարհն էր բացում, այսպես ասած։ Այդ օրվանից սկսած ես ամբողջությամբ նվիրել եմ ինձ կամավորությանը ու մինչ այսօր զբաղվում եմ կամավորությամբ տարբեր ոլորտներում, տարբեր հասարակական կազմակերպություններում եւ այսօր ինձ բախտ է վիճակվել նաեւ ունենալ անցնել պրակտիկայի UNICEF-ում, որը ինձ համար երբ որ ստացա մեյլը, ես այսպես դողում էի ու ընկերներից էի խնդրել, որ մեյլը կարդան ինձ համար, որովհետեւ չէի պատկերացնում, որ ես իրոք կարող եմ հասնել այդ ամեն ինչին։
Ինչպես նշվեց, որ կյանք միայն հաջողություն, կյանքը նրա համար է, որ հասնենք հաջողության, բայց մինչ դա մեզ բոլոր փոքր քայլերը պետք է ուղեկցեն, որ հասնենք դրան։ Ցանկացած անհաջողության, եթե կհանդիպեք, իհարկե կհանդիպեք ու դա շատ լավ է, որ կհանդիպեք, որովհետև ցանկացած փոքր անհաջողություն ձեր կյանքի, ձեր հաջողության puzzle-ի մի ուճուրիկ քարն է հավաքում ու ձեզ ավելի առաջ է տանում ու ավելի հզոր է դարձնում։ Դուք դառնում եք մի քայլ ավելի լավը ձեր նախորդ օրվանից ու փորձեք ապրել այդպես, փորձեք ապրել այնպես, չնմանվել ինչ-որ մեկին, այլ փորձեք ապրել այնպես, որ չնմանվեք այն մարդուն, ով երեկ էր ու դառնաք ավելի լավը, ով լինելու է վաղը։ Ու այդպես ամեն օր գնաք առաջ, որովհետև վերջում բոլորս միայն հիշելու ենք մեր մասին, թե թորնիկի, ես օրինակ պատկերացնում եմ, թե ինչ եմ պատմելու թորնիկներից, որովհետև միակ ունեցածս պատմելու բանը դա կամավորության մասին պատմություններն են, թե ում եմ օգնել, ինչ եմ արել եւ այլն ու ինձ կամավորությունը շատ օգնել է կողմնորոշվել մասնագիտության հարցում։ Ես ապագա սոցիալական աշխատող եմ, որը ինձ համար առաջնային ու կարևոր մասնագիտություններից մեկն է հիմա։ Ու այսպես, ինձ համար միշտ ընկերներս ծիծաղում են կամ ձեռ են առնում, որովհետև ասում են, հա, դու էլի գնում ես կամավորություն անելու եւ այլն, բայց չէ, ես գնում եմ սովորելու, ես գնում եմ ձեռք մեկնելու իմ կողքիներին, ես գնում եմ սովորեցնելու ու սովորելու ու ես գնում եմ իմ ներդրում ունենալու Հայաստանում ու աշխարհում ինչ-որ փոփոխություն ունենալու համար։ Իմ ամենասիրելի խոսքը, հա, արտահայտությունը be the change you want to see tomorrow։ Այսինքն եղիր այն փոփոխությունը, որը դու ուզում ես տեսնել։ Ոչ թե պահանջիր փոփոխություն, այլ եղիր այդ փոփոխությունը։ Քո փոքր քայլերով, սովորելով փորձիր հասնել այդ հաջողությանը։ Հաջողության հասնելու միակ գրավականն էլ դա սովորելն է։ Սովորել ոչ միայն, չգիտեմ, կենսաբանության, քիմիայի, հայոց լեզվի գրքերից, դրանք կարևոր են, որովհետև պետք է հետո ավելի ուրիշ բաներ սովորես, բայց փորձեք ամեն մեկից ինչ-որ մի բան սովորել, փորձեք ամեն առիթ բաց չթողնել ու այսպես ասած քամել։ Ես օրինակ դասախոսներիս միշտ sense անդադ հարցեր եմ տալիս, հարթ հարցեր եմ տալիս, որովհետև ես ունեմ կարիք ինձ ավելի լավ մասնագետ դարձնելու։ Ես ունեմ կարիք լինելու ավելի լավ նարով, որ ով կարողանա հետո ինձնից ինչ-որ մի բան սովորել։ Ես մի քայլ եմ անում առաջ, որ հետևիցս կարողանամ ինչ-որ մեկին օգնել, որ էլի գա առաջ ու բարձրանանք շատ տարբեր տեղեր։ Այսքանը երևի, շատ շնորհակալ եմ այսօրվա համար, այս օրվա արդյոք նորից բոլորի շնորհավորում եմ, բոլորիս երջանիկ մանկություն եմ մաղթում ու թող երբեք ձեր մեջի փոքրիկը, ձեր մեջի մանուկը չդադարի ժպտալ ու անել չարություններ, որովհետև ես էլ մինչև հիմա տնից դուրս գալուց առաջ այսօր այնքան չարություն եմ արել, որ էլ դուսս շնորհակալություն, բոլորիս լավ օր եմ մաղթում այսօր։ Շնորհակալություն շատ։ Հուսով եմ ամենքդ լավ եք, շատ շնորհակալ եմ ձեր ներկայության համար, շատ շնորհակալ եմ Անահիտին համար, UN-ից եւ գուզեմ իմ մասից մի փոքր պատմություն պատմել։ Իմ անունս Ավեդիս է, ես Սուրիա Հալեբեն եմ։ Իմ կյանքը պիտի պատմեմ հիմա ինչպես վադեն լավ դարձավ եւ հուսով եմ թեպի ավելի լավ մեզ համար եւ ամենուն համար։ Ուրեմն ես 2011-ին Սուրիայի ամենավատ օրերը տեսա 4 տարվա մեջ 2011-ին 2015 4 տարի պատերազմ տեսա առանց էլեկտրականության կյանք, առանց ջուրի կյանք, առանց ինտերնետի կյանք եւ առանց ապահովության կյանք։ Դպրոց կերտայի պատկերացնելով որ մի օր գրնա լավ ճանապարհին այլևս աղոտ չի գա, ընտանիք չի գա, միշտ ռոկետները վերևեն գինային, շատ դուխուր եւ դժվար կյանք ապրեցա եւ պատկերացուցեք ինչ մեծ ազդեցություն ունի ադի երեխու վրա։ Ես 12-13 տարեկանին թույլ ճուրերով դուն գերտայի, որով հետև ճուր չունեինք։ Որտեղեն որ ճուր կգտնայինք, գերտայինք, հերթ կսպասեինք, ճուր կվերցնեինք, որ կարողանանք լողանալ, օգտագործենք ինչ որ մեզի պետք է ճուրով եւ այդպես 4 տարի շատ դժվար կյանք ապրել են հետո ես կրծա համոզել իմ ծնողքիս, որ փոխադրվենք ապահով դեղ, որով ըսկացի ես իմ իրավունքներս խախտվում էին, ճուր չի գա, ապահովություն չի գա, ապակա չի գա,
չգիտես երկրորդ օրը եթե պիտի ապրիս թե չէ։ Այդ դժվար օրերեն հետո ես ինձի համոզեցի եւ խոսք տվի, որ իմ աբակաս լավ պիտի ելա։ Ադոր համար 2015-ին երբ որ հոս փոխադրվեցան քեզ, ես միտքս դրած էի, որ համալսարան պիտի ընդունվի, մանավանդ ամերիկյան համալսարանը, եւ արդեն 2 օր առաջ ես բակալավր բանով ավարտեցի ամերիկյան համալսարանը, եւ 4 ընկերներով հիմա մենք 4 հատ ստարտափի idea ունենք, funding կփնտրենք կոր եւ պիտի փորձենք մենք մեզի զարգացնել եւ մեր երկիրը զարգացնել մեր ստարտափի գաղափարներով։ Եվ արդեն լեցուն վոլոնտիրային գործեր ալրի ես հոստեղը, մանավանդ ընտանիքի ընկեր մեկ հատ ծրագիր կա գազայի գոմեն կազմակերպված, Սուրիայեն դեղաթրված ընտանիքի օգնեցի երեխաներուն դպրոց երթան, դուն գտնեն եւ ընդհանուր իրենց օգնեցի հոս ինտեգրվեն։ Եվ արդեն եվրոպական EYP European Youth Parliament ես ընդեղ անդամ էի եւ մի քանի հատ իվենտներու մասնակցեցա, լեցուն եվրոպային մարտիկ ծանոթացա եւ մինչեւ հիմա իրանց հետ կխոսեմ։ Միան պիտի ասեմ, որ ինչքան օրերը դժվարանան, միտքերնիդ բահեցեք, որ հույս ունեցեք, որ աբական լավ գլա։ Դուք ձեր իրավունքներուն համար գրվեցեք եւ ձեր անձը ցույց տվեք եւ never give up։ Ադի իմ խոսքը գլա, որով ինչքան վատ գլան օրերը, միշտ վաղը գա, միշտ աբակա գա։ Մերսի շատ շնորհակալություն։ Մեզ միշտ ասել են, որ երեխաները լավագույնին են արժանի։ Դրա մասին է վկայում տասնամյակներ առաջ երեխայի իրավունքների մասին ընդունված կոնվենցիան։ Փաստաթուղթ, որը պետք է պաշտպանի բոլոր երեխաների իրավունքները, անկախ նրանից, թե որտեղից ես դու։ 2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ իրականությունը մի քիչ այլ է, աշխարհը վարդագույն չէ, եւ մենք բոլորս մեծացանք, ժամանակից շուտ շատ բան հասկացանք։ Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը ես ուզում եմ արտահայտել իմ ցանկության արցախցի երեխաների ցանկության մասին, լինել լսված աշխարհի կողմից, երեխայի իրավունքով պահանջել աշխարհին, որպեսզի խուլուկույս չձևանա։ Թող աշխարհն իմանա, որ ես կրթության իրավունք ունեմ, եւ ես շատ եմ սիրում սովորել, սակայն այն այսօր ինձ մոտ դժվարությամբ է ստացվում, որովհետեւ ես կորցրել եմ հարազատ կրթօջախս, որտեղ սովորում էի գերազանց։ Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի անձնական կյանքի պաշտպանության։ Իմ հասակակից շատ հայրենակիցների կյանքն ամեն օր վտանգված է։ Նրանց դպրոցը գտնվում է ուղիղ նշանառության տակ, եւ նրանք դեռ մինչ օրս կրակոցներ են լսում իրենց բնակավայրերում։ Թվում է, թե դրա մասին էլի անհրաժեշտություն չկա բարձրաձայնել, սակայն 2020 թվականի պատերազմը նորից հակառակն ապացուցեց։ Ես եւ արցախցի երեխաներն էլ իրավունք ունել լինել պաշտպանված։ Ես Անգելինան եմ, Արցախի Հադրութի շրջանից, ունեմ հոգատար ու ինձ շատ սիրող ընտանիք։ Ապրում եմ աշխարհի ամենահրաշալի երկրում, Արցախում։ Ուզում եմ շնորհավորել մեր բոլորիս օրը եւ ցանկանալ մեզ անհոգ մանկություն։ Աշխարհ, լսիր մեզ, մենք սիրում ենք մեր հայրենիքը եւ իրավունք ունենք ապրել մեր խաղաղ անվտանգ երկրում։ Բարև ձեզ, իմ անունը Եվա է, եւ այսօր ես ձեզ կպատմեմ, թե ինչպես է առաջացել իրավունքը եւ կթվարկեմ մի քանի իրավունք։ Գոյություն ունեն իրավունքի ծագման տարբեր տեսություններ, բայց այսօր ես կներկայացնեմ դրանցից մեկը, որը առավել եմ հավանել։ Պատմական տեսության համաձայն կյանքի հակասությունները լուծելու անհրաժեշտությունը բերում է իրավունքի առաջացմանը։ Երեխաներ ունեն ընտանիքում մեծանալու իրավունք, երեխաներ ունեն իրենց կյանքի իրավունք, իրենց ընտրության իրավունք, բարձր խոսելու իրավունք, երեխաները ունեն կրթության իրավունք եւ ամենակարևորը երեխաները ունեն ապրելու իրավունք։ Շնորհակալություն բոլորին։ Բարև սիրելի ներկաներ, ինչպես գիտեք, այսօր հունիսի 1-ն է երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Իհարկե, մենք մեզ լավ ենք զգում, իսկ ինչ է երեխայի իրավունքը, իմ կարծիքով երեխաները մեծերի նման մարդիկ են, ունեն բոլոր իրավունքները,
Օրինակ ես դպրոց գնալիս ուզում եմ ինքս ընտրել իմ ակուստը, ինքս որոշել, թե ինչպես մազերս հարդարել, բայց մեկ մայրիկիս ու տատիկիս հետ նույն կարծիքը չեմ ունենում, ու ես տխուր եմ գնում դպրոց, քանի որ իմ ուզածը չի կատարվել։ Կամ ուզում եմ հետս հեռախոս տանել դպրոց, բայց ծնողներս չեն թողնում, այո, դա իմ իրավունքների ոտնահարում է։ Նաև ուզում եմ լինզաներով գնալ դպրոց։ Բայց բժիշկն ասում է, որ ցանկալի է ևս մի քանի տարի ակնոց կրեմ, որ հավեր շպրտեմ մի կողմ։ Հիմա ես չեմ հասկանում, սա ում իրավունքն է, իմ թե բժիշկի։ Բայց շտապ եմ ասել, որ չեմ ուզում մեծերից, առավել խելացիներից առանձնանալ կամ չլսել նրանց խորհուրդները։ Իմ մայրիկի, տատիկի, պապիկի ու հայրիկի խորհուրդները ինձ համար շատ արժեքավոր են։ Օրինակ ես ուզում եմ նմանվել իմ հայրիկին։ Շատ աշխատասեր ու գործունյա է իմ հայրիկը, իսկ ես այդքան էլ չէ։ Ուզում եմ հայրիկիս պես կոկիկ լինել։ Երբ մեծանամ տատիկիս նման համով ճաշիկներ պատրաստեմ, պապիկիս նման մարդասեր լինեմ։ Բայց նաև ուզում եմ ապրել խաղաղ երկրում, որովհետև իմ մյուս տատիկն ու պապիկն ապրում են Վարդենիսում, ու ես մտածում եմ նրանց մասին։ Ուզում եմ ապրել անկախ երկրում, որտեղ տարեցների և փոքրիկների նկատմամբ հատուկ ուշադրություն կա։ Ուզում եմ ապրել հարուստ երկրում, որ ուրիշ երկրից մարդիկ գան, տեսնեն մեր երկիրը, հիանան և ետ վերադառնան։ Բայց այս ամեն ինչը ունենալու համար ես պետք է լավ սովորեմ ու մի քիչ գլուխ գովեմ։ Գերազանցիկն եմ մեր դասարանի, սովորում եմ Ավետիսյան դպրոցում։ Ուզում եմ հենց այստեղից Ավետիսյան դպրոցի բոլոր իմ ընկերներին ողջունել և շնորհավորել մեր տոնը։ Չմտածեք, արդեն ձեր և իմ իրավունքները պաշտպանելու տեղը իմացա։ Կվազեմ ուղիղ օմբուդսմենի գրասենյակ։ Շնորհակալություն։ Երեխաները խոսեցին կրթության և սոցիալական ներառման մասին։ Իմ ելույթը վերաբերվում է կրթությանը, որը հայկական բազմաթիվ գյուղական համայնքներում շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, իսկ երկրի զարգացման համար կարևոր դեր ունի այն։ Դպրոցները հագեցած չեն տեխնիկայով, մենք մեր ստացած տեսական գիտելիքները չենք կարողանում օգտագործել գործնականում։ Գրադարաններում չկան գրքեր, իսկ եթե կան, ապա դրանք մասնագիտական են և չեն հետաքրքրում մեզ դեռահասներից։ Գառնիում գործում է երկու գրադարան, դրանք ունեն շատ հարուստ ֆոնդ, բայց կոնկրետ ուղղվածություն ունեն, օրինակ աթեիզմ կրոն, դա հաստատ մեզ չի հետաքրքրում, բնափիլիսոփայություն, հոգեբանություն, չկա ընդհանրապես արկածային գրականություն, նոր գրականություն ընդհանրապես չկա, գրքերը հին հրատարակված են և շատ հեշտ են պատրվում ընթերցելիս, նաև կան գյուղական համայնքներ, որտեղ ընդհանրապես չկան գրադարաններ, եթե կան, ապա դրանք կցված են դպրոցին և շատ աղքատիկ են, նաև կարևոր է մշակութային կյանքին մեր մասնակից լինելը, բայց մեզ այդքան էլ հետաքրքիր չեն այդ կազմակերպող միջոցառումները, որովհետև դրանք մի ստանդարտ են, նույն երգերը, նույն բանաստեղծությունները, նաև կարևոր է դպրոցական կյանքի կազմակերպումը, օրինակ վերջերս Գառնիում կազմակերպվեց հանդիպում համալսարաններում սովորող ուսանողների հետ, նրանք կիսվեցին իրենց փորձով և մեզ օգնեցին մասնագիտական կողմնորոշում ձեռք բերելու հարցում, դրսում 21-րդ դարն է, բայց մինչև հիմա գյուղական համայնքներում գործում է սեռային խտրականությունը։ Այս թեման իմ ելույթից դուրս է, բայց ես ուզում եմ խոսել, որովհետև մեր մեջ ընդունված է տղային համարել դոմինանտ, իսկ աղջկան ռեցեսիվ, բայց դեռ չկա մի օրենք, որը հաստատում է դա։ Դա չգրված օրենք է ստեղծված մեր հասարակության կողմից։ Ըստ ՄԱԿ-ը սահմանել է օրենքներ, ըստ որոնց մեր կրթությունը, երեխաներից կրթությունը պետք է ուղղված լինի մի քանի կետերով։ Ըստ այդ կետերից մեկի մենք հասարակության մեջ պետք է մեծանանք որպես հանդուրժող մարդ, չճանաչենք ազգային, սեռային կամ կրոնական բնույթի խտրականություն, բայց մենք չենք մեծանում հանդուրժող։ Մենք մեծանում ենք մի հասարակության մեջ, որտեղ չեն ընդունում աթեիստին, չեն ընդունում մուսուլմանին և ընդհանրապես խոսք չի կարող լինել տրանսգենդերների կամ համասեռամոլների մասին։ Նման հասարակության մեջ հնարավոր չէ մեծանալ հանդուրժող։ Շնորհակալություն։
Այսօր ես ուզում եմ խոսել Էմանուելի մասին։ Էմանուելը մեր դպրոց է եկել փողոցից։ Նա ոչնչով չէր տարբերվում մյուս աշակերտներից, շատ գծերով նույնիսկ առանձնանում էր, ավելի բարձրահասակ էր եւ աչքի ընկնող։ Մենք բոլորս փորձում էինք ուշադրության կենտրոնում նրան շրջապատել ուշադրության կենտրոնում։ Սակայն ծնողների պատասխանատու վերաբերմունքի պատճառով Էմանուելը դուրս մնաց կրթությունից։ Վերջին օրը, երբ նրան տեսա, մուտքի մոտ առանձնացված ու կանգնած էր։ Նրա աչքերում խեղճություն ու ցավ կար, կամ գուցե ինձ է թվացել։ Այսօր ես հնարավորություն ունեմ խոսելու Էմանուելների կրթությունից դուրս մնացած երեխաների մասին։ Այսօր 3-ից 5 տարեկան երեխաների շրջանում սոցիալական անապահովությունը 53% է։ Նրանց կեսից ավելին չի օգտվում վաղ կրթության որևէ ձևից։ Իսկ 15-ից 17 տարեկան դեռահասների 12%-ը չի հաճախում կրթական հաստատություններ։ Իսկ հաշմանդամության պատճառով կրթությունից դուրս են մնում չհայտնաբերված քանակով երեխաներ, քանի որ պաշտոնական տվյալները դրանցից իրականում շատ հեռու են։ Իսկ ինչ եք կարծում, ինչպես է դասավորվում այդ երեխաների ճակատագիրը։ Հայտնվելով փողոցում նրանք դառնում են շահագործման, բռնության ու թրաֆիքինգի զոհ։ Հետո զարմանում ենք, որ հանցագործությունների թիվը աճում է։ Կրթությունն է մարդուն տալիս հնարավորություն արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքով ապրելու։ Երեխաները ոչ ոքի, այդ թվում նաեւ իրենց ծնողների սեփականությունը չեն։ Երեխաները նաեւ բարեսիրության անօգնական օբյեկտներ չեն։ Երեխաները անհատներ են, օժտված իրավունքներով եւ արժանապատվությամբ։ Եվ դիմում եմ որոշումներ կայացնողներին, մեծերին, որպեսզի մշակեն գործող օրենքներ եւ գործող մեխանիզմներ եւ վերադարձնեն նրանց ընտանիք, դպրոց եւ հասարակություն։ Այսօրվա առաջադեմ մարդկությունը փորձում է կառուցել արդյունքից, բռնությունից եւ պատերազմներից զերծ աշխարհ հենված արդարության եւ հավասարության վրա։ Եվ հիշեք, որ երեխաների հարցում խնայող եւ թերացող հասարակությունը խիստ թանկ է վճարում եւ թանկ է վճարելու դրա համար։ Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է եւ այդ առիթով ուզում եմ շնորհավորել աշխարհի բոլոր մանուկներին, ցանկանալով նրանց գույներով լեցուն, անհոգ եւ խաղաղ մանկություն։ Այսօր կխոսեմ երեխաների հանգստի իրավունքի, նրանց սոցիալական վիճակի եւ գյուղի երեխաների սահմանափակ հնարավորությունների հետ։ Երբեմն հատկապես գյուղական միջավայրերում մենք առնչվում ենք այն խնդրի հետ, երբ դպրոցահասակ երեխաները իրենց ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով հաճախ ստիպված են լինում աշխատելու այս կամ այն աշխատավայրերում իրենց ընտանիքի սոցիալական դրությունը փոքր-ինչ մեղմելու նպատակով։ Մենք բոլորս էլ գիտենք, որ յուրաքանչյուր անհատ ունի հանգստի իրավունք, սակայն այդ երեխաները այն ժամանակը, որ կարող են տրամադրել իրենց հանգստին եւ նախասիրություններին, նրանք այդ ժամանակը օգտագործում են հանուն իրենց ընտանիքի բարօրության։ Եվ եկեք համաձայնվենք, որ նման երեխաները մեր օրերում յուրովի անհատականություն են, արտաքնապես գուցե կիսամաշ հագուստով, բայց ներքուստ նրանք լեցուն են կյանքով։ Հաջորդ խնդիրը, որի մասին ցանկանամ խոսել, դա գյուղի երեխաների սահմանափակ հնարավորությունների մասին է։ Մեր գյուղում մշակութային կյանքը բավականին թեժ զարգացած է եւ չկա մշակութային եռուզեռ։ Ես մեր գյուղի տարեց մարդկանցից, ուսուցիչներից լսել եմ, որ այն ժամանակ բազմաթիվ թատերական ներկայացումներ են բեմադրվել մեր գյուղում, որը սակայն այժմ մեր սերնդի համար երազային տեսիլք է թվում։ Տեսեք, մենք ունենք լավ վիճակում գտնվող մշակույթի տուն, հանդիսությունների սրահ, ունենք 1000-ից ավելի հանդիսատես, որոնց սակայն պակասում էին միայն թատրոնը, դերասանները եւ մշակույթի կենարար շունչը։ Մենք դասագրքերում սերտում ենք մեծ թատերագիրների կենսագրությունները, նրանց ստեղծագործությունները, սակայն ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել։ Եվ ուրեմն, եթե մենք ինչ-ինչ պատճառներով չենք կարողանում ամեն անգամ գալ քաղաք թատերական ներկայացումներ նայելու, ապա թող քաղաքը գա մեզ մոտ, իր հետ բերելով մշակույթի կենարար շունչը լեռնային տավուշ։ Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաները համարվում են ամենամեկուսացված խմբերից մեկը։ Հայաստանի Հանրապետությունում այսօր կա 181,000 հաշմանդամ երեխա, սակայն դրանից ընդամենը 8,000-ը ըստ պաշտոնական տվյալների, ընդամենը 8,000-ն են երեխաներ։
Հաշմանդամություն ունեցող երեխաների 13%-ը այսօր ապրում է հաստատություններում, 18%-ը դպրոց չի հաճախում, 77%-ը չի ստանում որևէ վերականգնողական վարժություններ, իսկ 1/3-ը անգամ չի մասնակցում որևէ համայնքային միջոցառման։ Այս ամենը բնականաբար շատ վատ է։ Այստեղ շատ կարևոր է ոչ միայն պետության աջակցությունը, տարբեր համայնքային ծրագրերի աջակցությունը, այստեղ նաև շատ կարևոր է հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց։ Որովհետև առաջին հերթին նրանք պետք է ընդգրկվեն հասարակության մեջ որպես լիիրավ անդամներ եւ ունենան իրենց մասնակցությունը հասարակական կյանքին, ինչու՞ չէ նաև միջոցառումներին։ Ես լինելով հաշմանդամ երեխայի քույր, վստահեցնում եմ, որ շատ կարևոր է այստեղ ծնողական դաստիարակությունը։ Ինչու եմ ասում ծնողական դաստիարակություն, որովհետև ինչքան որ հանդիպել եմ, ծնողները միշտ խղճացել են այս երեխաներին, բայց այս երեխաները նորից եմ կրկնում, հավատացեք, խղճալու կարիք չունեն։ Խղճալը օգնություն չի դեռևս։ Մենք պետք է ոչ թե խղճանք կամ չգիտեմ, մեր երեխաներին ամոթից ելնելով միգուցե փորձենք մտերմացնել այս երեխաների հետ, այլ ավելի շատ թողենք, որ իսկապես գնահատեն հաշմանդամություն ունեցող երեխաներին, որովհետև առաջին աջակցությունը պետք է լինի հենց իրենց հասակակիցներից։ Այսօր ուզում եմ այստեղից ասել, որ շատ ցանկանայի ապրել մի երկրում, որտեղ հանրակրթական դպրոցների ուսուցիչների շահագրգռվածությունը այս երեխաներին օգնելու, աջակցելու հարցում ավելի մեծ կլիներ։ Սա սեփական փորձից եմ ասում, որովհետև շատ հաճախ առնչվել եմ նման բարդ խնդիրների։ Կուզենայի ապրել մի երկրում, որտեղ հասարակությունում կառուցված կլիներ ավելի գեղեցիկ ու ավելի բարենպաստ վերաբերմունք հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների եւ խնդիրների նկատմամբ։ Շնորհակալ եմ։ Դուք մի րոպե հայտնվեցիք այն միջավայրում, որտեղ որ ժամանակին ես եմ հանդիպել, որ հայտնվել։ Ողջույն, ես Ժորժն եմ։ Տարիներ առաջ ես հայտնվել եմ ճամբարում, որտեղ բոլորը լսում էին, միակ խուլը ես էի։ Ահավոր վիճակում հայտնվեցի, ես փակվեցի, չէի ուզում ոչ մի բառ ասել, որ մի քիչ տերապետում եմ բանավոր խոսքին, բայց չուզեցի ոչ մի բառ ասել, չուզեցի խոսել։ Մտածում էի, որ որևէ մեկը կհայտնվի, ով ինձ կդիմի ժեստերի լեզվով։ Ամբողջ ճամբարը ես սկսեցի ուսուցանել ժեստերի լեզու իմ ընկերներին եւ նույնիսկ փորձեցի սովորեցնել իմ փոքրիկ նավակը երգը։ Պատրաստեց փոքրիկ տղան մի ճերմակ թղթե նավակ։ Երգեցինք այս երգը, ամբողջ ճամբարը երգեց ժեստերի լեզվով փոքրիկ նավակը։ Ես հիմա փորձում եմ ընդունվել քննություններիս ավարտին, փորձում եմ ընդունվել թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ։ Շատ կարևոր է ժեստերի լեզվով ստանալ ինֆորմացիան։ Դուք լսում եք ականջներով, ես լսում եմ աչքերով։ Իմ համար շատ կարևոր է դասերի ժամանակ ունենալ ժեստերի լեզվի թարգմանիչ, ով ինձ համար կթարգմանի ժեստերի լեզվով բոլոր նյութերը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն կազմակերպիչներին, որ ինձ հնարավորություն տրվեց ելույթ ունենալ ձեր առաջ։ Ուրախ եմ ձեզ համար։ Ողջույն, ես Մարիանն եմ։ Ես շատ եմ սիրում երգել, ոտանավորներ ասել ժեստերի լեզվով։ Այս տարի ես ավարտում եմ լուսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը։ Ես շատ եմ սիրում մնջախաղ։ Ես էլ իմ ընկերների հետ դիմել եմ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ։ Ես ուզում եմ, որ բոլորդ, դուք բոլորդ, նաեւ հասարակությունը սովորեք ժեստերի լեզուն։ Ես խնդրում եմ, որ բոլորդ սովորեք ու ճանաչեք մեզ։ Ես գիտեմ, որ արտասահմանում այս հարցը լուծված է, բոլորը դասերը ուղեկցվում են ժեստերի լեզվի թարգմանությամբ, իսկ ես այստեղ չկա, ես չունեմ, ես ունեմ այդ իրավունքը, բայց այստեղ չկան ժեստերի լեզվի թարգմանիչներ ու չկա ժեստերի լեզվի թարգմանություն։
Ես գիտեմ, որ կան նաև տարբեր մասնագիտություններ։ Գիտեմ նաև, որ մասնագետների խիստ կարիք կա։ Սա իմ երազանքն է, որ հասարակության տարբեր մարդիկ, ներկայացուցիչներ սովորեն ու խոսեն ժեստերի լեզվով։ Շնորհակալություն։ Ողջույն, ես Դավիթն եմ։ Ես շատ եմ սիրում նկարել։ Ես գիտեմ, որ դուք բոլորդ կարող եք սովորել ժեստերի լեզուն։ Կարող եք նաև ծանոթանալով խուլերի մշակույթի հետ, սիրել ու ճանաչել նաև մեզ։ Ես գիտեմ, որ հույս ունեմ, որ իմ այսօրվա մեր բարձրացրած հարցերը անպատասխան չեն մնա։ Անպայման տեղ կհասնեն։ Ես սիրում եմ ձեզ, բոլորիդ։ Ես գիտեմ, որ դուք ինձ կարող եք լավ ընկերներ լինել։ Ծանոթացեք մեր մշակույթին ու սովորեք ժեստերի լեզուն ու ինձ սիրեք։ Ողջույն բոլորին, ես Բելան եմ։ Ես ծնվել մեծացել եմ խուլի ընտանիքում, ընտանիքս խուլ են, ծնողներս խուլ են։ Հիմա շատ ազատ ու անկաշկանդ շրջապատում եմ մեծացել։ Ես ավարտում եմ այս տարի իմ կրթահամալիրը եւ ինչպես իմացաք, ես էլ դիմել եմ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ։ Ես գիտեմ, որ ես իրավունք ունեմ ստանալու ժեստերի լեզվով թարգմանություն դասերի ժամանակ։ Ես ուզում եմ, որ անպայման մեր կարծիքը հաշվի առնվի պատկան մարմինների կողմից, որովհետև ժեստերի լեզուն ինձ Աստծուց տրված պարգև է, որով ես կարողացել եմ կրթություն ստանալ ու ծանոթանալ աշխարհին, ճանաչել աշխարհը։ Դուք լսում եք ականջներով, ես լսում եմ աչքերով։ Մենք լսում ենք աչքերով։ Հիմա ես տեսնում ու լսում եմ ձեզ աչքերով։ Շնորհակալություն ուշադրության համար։ Երեխաները խոսեցին հասարակությունում եւ ընտանիքում երեխաների պաշտպանության եւ անվտանգության մասին։ Բարև բոլորին, նախ ուզում եմ շնորհավորել հունիսի 1-ի կապակցությամբ բոլոր երեխաներին։ Այսօր ես խոսելու եմ կիբերավտանգությունից, քանի որ տեխնոլոգիաների զարգացման զուգընթաց երեխաների, ինչպես նաև մեծերի նկատմամբ տեղի են ունենում կիբերհարձակումներ, որոնցից էլ մենք պետք է պաշտպանվենք։ Դա երեխաների նկատմամբ ավելի ուժեղ է դրսևորված, քանի որ երեխաները ավելի խոցելի խումբ են համարվում, եւ ես այսօր փորձում եմ բարձրաձայնել այդ խնդիրը։ Նախ կուզեմ ասեմ, որ սա շատ մեծ խնդիր է եւ այն հիմնականում դրսևորվել է նաեւ պատերազմի ժամանակ։ Ես այսօր ուզում եմ խոսել մի դեպքից հայ-ադրբեջանական ընդհարումների ժամանակ համացանցում հայտնվեցին երկու եղբայրների տեսանյութները եւ նկարները, որոնք իրենց տանը գտել էին ադրբեջանցի, որից էլ եւ վախեցած նրանք գնացել էին իրենց ծնողների մոտ եւ պատմել նրանց մասին։ Շատ քիչ անց լրատվական ցանցերը, ինչպես նաեւ լրագրողները գնացել էին այդ երեխաներից հարցազրույց վերցնելու եւ նրանց տեսանյութում երևում էր նրանց բնակարանը, նրանց բնակության հասցեն, տեսանյութում նույնիսկ երևում էին նրանց ծնողները, ովքեր թույլտվություն են տվել, որպեսզի նրանց երեխաները նկարահանվեն այդ տեսանյութում։ Կարող եմ ասել, որ դա շատ վտանգավոր է, քանի որ ադրբեջանցիները կարող են շատ հեշտությամբ գտնել երեխաներին եւ կարելի է ասել իրենց վրեժը լուծեն նրանցից։ Բացի այդ ուզում եմ ասեմ, որ UNICEF-ը ունի մշակված 6 կետ, հիմնական կետերը, որոնցից հետևելով կարող են լրագրողները խուսափել նման դեպքերից։ Ես մեր դպրոցում, իմ դպրոցը ավագ դպրոց է, մի քանի երեխաներից կարելի է ասել հարցում վերցրեցի։ Առաջին հարցը որ տվեցի, դա այն էր, արդյոք կարելի է ձեզ առանց ձեր թույլտվության նկարել, որը բոլորը պատասխանեցին ոչ։ Հաջորդ հարցը որ տվեցի այն էր, որ եթե տեսնեք ձեր լուսանկարը կամ տեսանյութը համացանցում, ինչ կանեք, նրանք առաջինը նշեցին, որ կդիմենք տվյալ մարդուն, ով տեսանյութը կամ լուսանկարը գցել է համացանց, այնուհետև նրանք այլ քայլեր նշեցին, սակայն ոչ մի քայլում նշված չէր ծնողի օգնությունը։ Այնուհետև որոշեցի իմ հարցումը բաժանել երկու մասի, այն հարցումը, որին պատասխանել են իգական սեռի ներկայացուցիչները եւ այն հարցումը, որին պատասխանել են արական սեռի ներկայացուցիչները, քանի որ դրանք իրարից շատ խիստ տարբերվում էին ու մինչ աղջիկները ընտրում էին պատասխաններ, որոնցով կդիմեին շատ մարմինների, տղաները ընտրեցին
ցավոք բռնության տարբերակը, որի դեմ է եւ մենք պետք է պայքարենք, ուստի եւ մենք պետք է պայքարենք կիբերամտության ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանությանը, որպեսզի նրանք լինեն ապահով։ Շնորհակալություն։ Ես Էլեն Տիգրանի Գևորգյանն եմ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քաղաք Քարվաճառից։ 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ոչ միայն խաթարվեց իմ եւ իմ հասակակիցների, այլ նաեւ Արցախի Հանրապետության բնակչության մի շարք իրավունքներ, մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների մասին 1950 թվականի նոյեմբերի 4-ին ընդունված կոնվենցիայով եւ 1973 թվականին ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված մի շարք իրավունքներ եւ ազատություններ։ Արցախի մի շարք տարածքներ հիմա էլ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի պատճառով մենք չենք կարող վերադառնալ մեր հարազատ բնակավայր ու մեր կրթօջախներ։ Շատ պատերազմից 2 տարի անցել, շատ իմ հասակակիցներ չեն կարողացել պայքարել այդ հետպատերազմյան խնդիրների ու դժվարությունների հետ, իսկ շատերն էլ չեն կարողացել լավ ինտեգրվել կրթական միջավայրում, ինչը շատ խնդիրների սկիզբ է դրել։ Խնդիրները տարաբնույթ են սոցիալ-տնտեսականից մինչև հոգեբանական։ Արցախի Հանրապետությունում մինչև 2020 թվականում գործող շուրջ 240 հանրակրթական դպրոցներից շատերում մինչև հիմա էլ չեն վերսկսվել դասերը, իսկ շուրջ 21000 իմ հասակակիցներից շատերը ստիպված են եղել իրենց կրթությունը շարունակել Հայաստանի եւ աշխարհասփյուր հայկական համայնքների այլ հանրակրթական ու կրթական հաստատություններում։ Տեղափոխված երեխաների գրեթե կեսը ստիպված եղել ՀՀ-ում գտնվելու ընթացքում կացության վայրի փոփոխության պատճառով փոխել առնվազն մեկ անգամ նաև դպրոցը, ինչը երեխաների մոտ առաջացրել է անորոշության զգացողություն եւ խնդիրներ է առաջացրել նրանց կրթական համակարգում ներառվելու գործում։ Տեղափոխված երեխաները դժվարություն են ունեցել դպրոցական միջավայրում ներառվելու հարցում պայմանավորված ուսուցիչների ու տեղաբնակ երեխաների եւ նրանց ծնողների վերաբերմունքով, հյուրընկալող համայնքը եւ նաեւ դպրոցը չեն կատարել երեխաների հարմարման ուղղված համակարգված աշխատանք, ինչի պատճառով երեխաների ու ծնողների հետ ոչ մի աշխատանք չի տարվել, նաև աշխատանք չի տարվել տեղաբնակ ուսուցիչների, երեխաների ու ծնողների հետ։ Իմ եւ Արցախի Հանրապետության իմ հասակակից ընկերների հետ կատարվածը ցույց է տալիս, որ պետության որպես միջազգային իրավակարգի սուբյեկտի կողմից միջազգային իրավակարգում երաշխավորված իրավունքների եւ ազատությունների ապահովման անհնարինության կամ խաթարման նպարագայում առկա կարգավորիչ մեխանիզմները ամբողջական չեն եւ առնվազն ամբողջովին չեն ապահովում ռազմական ագրեսիայի գոտում հայտնված խաղաղ բնակչության կենսական մի շարք իրավունքներ եւ ազատություններ։ Շատ կարևոր է այս օրինակ միջոցառումների ձևավորումը, ինչը հնարավորություն կտա ինձ, իմ տեղափոխված երեխաներին, ինչպես նաև իմ հասակակից ընկերներին, իրենց շուրթերով ներկայացնել այդ խնդիրները, խոսել, լսել ու հաղորդ լինել միջազգային իրավունքների բացերին եւ առաջարկել նաև միջոցներ դրանք այդ բացերը վերացնելու, պատերազմները կանխարգելելու եւ ամրագրված իրավունքների եւ ազատությունների կյանքի կոչման նոր մեխանիզմների մշակման ու շատ այլնի մասին, ինչը հետագայում հնարավորություն կտա համամարտկային արժեքների շուրջ համախմբվելով սերունդներին ապահովել ավելի անվտանգ ու ապահով համակեցության նոր կանոններով։ Մեր օրերում ողջ աշխարհը եւ հատկապես Հայաստանը գտնվում է պատերազմական թոհուբոհի մեջ, ինչը նշանակում է մարդկանց իրավունքների ոտնահարում, մասնավորապես երեխաների իրավունքների ոտնահարում, անլիարժեք հասարակություն, անառողջ մանկություն։ Մենք գիտակցում ենք, որ ուժն է ստեղծում իրավունք,
Գիտենք, որ հայ զինվորն է մեր պետության անվտանգությունն ապահովողը, սակայն հասկանում ենք նաև, որ ամենակուլ աշխարհը կանգ չի առնում ոչնչի առաջ, եւ փոքր ազգերի գլխին աներևույթ Դեմոկլեան սրի նման կախվում է պատերազմը, խեղվում են ճակատագրեր, կյանքեր։ Սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաև Արցախում, երեխաները ապրում են մշտական վախի զգացումով։ Դպրոցները, կրթամշակութային հաստատությունները, խաղաղ բնակիչները մշտապես գտնվում են թշնամու նշանառության տակ, նույնչափ վտանգվելով, որչափ սահմանից այն կողմ վտանգելով թշնամու երեխաները, եւ այս ամենը չի նկատում աշխարհը։ Խնդրի առաջին լուծումը հարցի միջազգայնացումն է, ապահովության երաշխիքները, սակայն ինչ երաշխիքներ կարող են օգնել երեխաներին այս գիշատիչ աշխարհում, երբ թույլերը կուլ են գնում ուժեղների պայքարում։ Դիցուկ մի օրինակ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութից Գուգարք տեղահանված բազմազավակ ընտանիքի մի երեխան մեր դպրոցն էր գալիս։ Ես տեսել եմ, թե ինչպես էր այդ երեխան դողում, երբ օդանավ էր անցնում խաղաղ երկնքով, երբ մեծահասակների բարձր ձայներ էր լսում, որոնք երեխայի մոտ տագնապ էին առաջացնում, փախստի վախերը հիշեցնելով։ Չէի ուզենա լսել, բայց լսեցի այդ երեխայի տատիկի զրույցը ուսուցչի հետ, երբ ասում էր, որ մի շաբաթվա ուտելիք է մնացել, իսկ երեխաներին սոված չես թողնի։ Եվ հենց այդ երեխայի օրինակն էլ ստիպեց ինձ ընտրել այս թեման։ Լռենք, ինչքան, ինչպես կամ ինչու, հոգեպես չվերականգնված սննդավայր վերադառնալու երազանքը փայփայող երեխային դժվար թե համոզես, որ մարդիկ բարի են, որ պիտի լավ սովորես, պիտի հարմարվես իրականության հետ։ Ինչն է պակասում աշխարհին, հարգելի մեծահասակներ, որ ի վերջո դադարեցվեն պատերազմները, մարդիկ դադարեն սպանել միմյանց, երեխաները վայելեն խաղաղ երկնքի տակ ապրելու, ստեղծագործելու, կրթվելու իրավունքն ու բերկրանքը, հանրության համար լավ մարդ եւ արժանապատիվ քաղաքացի դառնալու հնարավորությունն ու պատիվը։ Սերն է պակասում աշխարհին, մարդուն, սերը եւ հանդուրժողականությունը։ Խնդրում եմ, պաշտպանեք երեխաներին, լավ օրինակ դարձեք երեխաների համար, կամ թույլ տվեք մենք լինենք բարության եւ սիրո թարգմանիչն աշխարհի համար, թարգմանիչ աշխարհի առաջ։ Սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով մեր հայրենակիցներից շատերը փորձում են իրենց ընտանիքների համար ավելի լավ պայմաններ գտնել հայրենիքից դուրս։ Վերջին 30 տարիների ընթացքում մեր հասարակության մեջ շատ են նկատվել այնպիսի դեպքեր, երբ հայրերը հեռանալով իրենց ընտանիքներից այլևս չեն վերադառնում, թողնելով երեխաներին հոգսերի հետ մենակ։ Ինչի է դա բերում, երեխաները ստիպված են լինում վաղ տարիքից աշխատել, որպեսզի օգնեն իրենց մայրերին, հետին պլան մղելով կրթություն ստանալու իրավունքը։ Ես այսօր շատ եմ շեշտելու այդ բառը։ Նրանք կորցնում են ուրախ եւ լավ մանկություն ունենալու իրավունքը, սակայն կա այս նույն հարցի հակառակ կողմ։ Գիտեմ, որ շատ ցավոտ եւ տխուր հարցերի մասին եմ խոսում, երբ ծնողները մեծահասակներ իրենց երեխաների համար ավելի լավ ապագա ստեղծելու համար հեռանում են հայրենիքից, երկար բարակ չմտածելով հետևանքների մասին։ Նույնիսկ մեծ մարդը հեռանալով իր հարազատ միջավայրից, կտրվելով իրեն հարազատ մարդկանցից ապրում է մեծ հոգեբանական ստրես։ Պատկերացնում եք ինչպիսի ստրես կարող է ապրել փոքրիկ երեխան, որ ավելի խոցելի եւ ավելի նուրբ է եւ որ չի հասկանում, թե ինչու է կյանքը։ Այո, մենք բախվում ենք ու ցավոք բախվել ենք այս խնդրի հետ ու շատ անգամ շատերս ենք նկատել, որ հեռանալով հայրենիքից դեռ ուսումնական տարին չավարտված նրանք նորից վերադառնում են։ Այդտեղ հարց է առաջանում. ինչ անել, ինչպես լուծել երեխայի կրթության հարցը։ Ինչպես լրացնել կես տարվա թողած բաց թողնվածը։ Իդեպ մեր դպրոցում հենց իմ դասընկերուհին տարական դասարաններում տարվա սկզբից հեռացավ, այնուհետև էլի եկավ, կես տարի նա կորցրեց, այդտեղ էլի հարց է առաջանում երեխայի կրթության իրավունքը,
Եվ բացի դրանից երրորդ դասարանում մի փոքրիկ տղա կար, ով գնաց Ռուսաստան եւ վերադառնալով փոխադրվեց միանգամից 5-րդ դասարան։ Նորից հարց առաջացավ. ինչպես լրացնել 4-րդ դասարանի բաց թողնվածը։ Գիտեմ, նուրբ ու զգայական հարցերի մասին խոսեցի, մի քիչ անդրադառնանք իրավական հարցերին։ Երևի շատերը նկատած կլինեք, որ բազմաթիվ ընտանիքներ Հայաստանից հեռանալով կամ երեխային կտրելով իրեն հարազատ միջավայրից երեխային չեն հարցնում, դա ցանկանում են թե ոչ։ Այդ դա է հենց որ իրավունքի երեխայի իրավունքները ոտնահարվում են։ Այո, երեխան գտնվում է խնամակալի կամ ծնողի հսկողության տակ, բայց չի նշանակում, որ այդ հսկողությունը պետք է վերածվի երեխայի իրավունքների ոտնահարման։ Երևի կարծնեք, թե ինչ եմ առաջարկում, հարգելի մեծահասակներ, այստեղից համապատասխան բարեկեցիկ պայմաններ, ստեղծեք համապատասխան բարեկեցիկ պայմաններ, ապահով պայմաններ, որ երբեք ոչ մի հայի մտքով չանցնի հեռանալ հայրենիքից, չունենանք սերունդների հայեցիության խնդիր, հայ երեխան մեծանա լիարժեքության զգացումով, իր իսկ երազած անկախ, խաղաղ, անվտանգ երկրում։ Այստեղ տեղին է մեջ բերել մեր մեծերի խոսքը, երկիրը ամուր է, երկիրը հզոր է ամուր ընտանիքներով, իսկ ո՞րն է ամուր ընտանիքը։ Ամուր ընտանիքը դա այն ընտանիքն է, որտեղ գերիշխվում է սերը, հանդուրժողականությունը, բայց շատ դեպքերում այդ ամենը կորչում են, երբ անխելք մարդու պես ապագան փտրում են ամենուրեք, բայց ոչ իր սեփական հայրենիքում։ Ինչպես դեղցենուն, եթե տնկես օտար հողում, ինչքան էլ ջրես քաղցրաջրով, նա չի տա այդ քաղցրահամը, ինչպես որ տալիս է հայոց արևի շողերի օգնությամբ։ Բարև ձեզ, նախ ուզում եմ ողջունել այսօրվա կապակցության բոլորիս։ Ներկայացնում եմ Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոցը։ Այսօր խոսելու եմ 3 տարբեր թեմաների մասին։ Առաջինը հաշմանդամություն ունեցող երեխաների մասին, նրանց իրավունքների մասին, երկրորդը ռազմական դրության ժամանակ երեխաների ներգրավման մասին եւ հետո ռազմական դրությունից հետո փախստական խմբերի ձևավորման եւ դրանց մեջ երեխաների առգրավման իրավունքների մասին։ Առաջինը, ինչպես նշեցի, հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների մասին։ Մենք գիտենք, որ այս ժամանակահատվածում, որտեղ որ մենք ենք սովորում, կան որոշակի հատուկ ծրագրեր, կրթական ծրագրեր, որի ժամանակ դպրոցերում կամ կրթական այլ հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաները, դա կլինի թե ֆիզիկական հաշմանդամություն, թե մտավոր հետամնացություն ունեցող երեխաները պետք է անպայման առգրավեն բոլոր դպրոցական ծրագրերին, միջոցառումներին, այն ծրագրերին, որոնք կնպաստեն երեխայի ավելի անմիջական դառնալուն։ Դրա հետ կապված նաև կան դպրոցներ կամ կրթական օջախներ, որտեղ նմանատիպ ծրագիրը գոյություն ունի կրթական համակարգի մեջ, բայց ոչ մի դեպքում չի օգտագործվում։ Իսկ այդ դեպքում երեխաները ավելի հաշմանդամություն ունեցող երեխաները ավելի բուլինգի ենթարկված են դառնում, այսպես ասած։ Դա իհարկե գովելի չի։ Դրա համար առաջարկում եմ բոլոր երեխաները, որտեղ հիմա այստեղ են գտնվում ու իրենց դպրոցներում նույնպես կա այս խնդիրը, բոլորս էլ բարձրաձայնեն, կոնկրետ իմ դպրոցում եւս կա մտավոր հետամնացություն ունեցող երեխաների մի խումբ, որտեղ նրանց այդքան էլ ուշադրություն չեն դարձնում։ Երկրորդ, ռազմական դրության ժամանակ երեխաների ներգրավումը։ ՀՀ սահմանադրությամբ 16 տարին չլրացած անձը չի կարող ռազմական գործողությունների մեջ ոչ մի տեսակ առգրավել։ Դա կլինի թե պետության մեջ, թե ասենք սովորական ռազմական գործողությունների ժամանակ։ Իսկ հետո ռազմական գործողություններից հետո ձևավորված փախստական խմբերը ձևավորվում են ոչ միայն ռազմական գործողություններից հետո, կլինի նաև պետության որոշակի վատ դրության հետևանքով ձևավորված փախստական խմբեր։ Փախստական խմբերի ձևավորումից հետո նաև ձևավորվում են նրանց մեջ գտնվող երեխաներից փախստական խմբեր։ Դա իհարկե նրանց հետագա գործողությունների վրա մեծ անդրադարձ է ունենալու, բայց ուզում եմ նշել, որ ինչպես մենք բոլորս, այսպես ասած, նորմալ երեխաները եւ հաշմանդամություն ունեցող երեխաները եւ փախստական խմբերում առգրավված երեխաները ունեն իրավունք։
Հիմնական հարցը ուղղվում է հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ փախստական խմբերում ձևավորված երեխաների խմբերին, ունեն կրթության իրավունք, ծնողական խնամքի իրավունք, ունեն իրենց սեռը, կրոնը, մայր լեզուն պահելու իրավունք։ Եկեք բոլորս հասկանանք նրանց ու բոլորին ըմբռնումով մոտենանք։ Շնորհակալություն։ Երեխաները խոսեցին բուլինգի եւ խտրական վերաբերմունքի մասին։ Քանի որ երեխաներին արդեն շատ շնորհավորեցին, ես ցանկանում եմ շնորհավորել 18-ից բարձր բոլոր անձանց, մաղթելով ձեզ, որ չկորցնեք ձեր մեջ այն փոքրիկ մանուկին, որը հուսամ ապրում է։ Համաձայն երեխաների իրավունքների կոնվենցիայի 19-րդ հոդվածի երեխան ցանկացած տեսակի բռնությունից պաշտպանվելու իրավունք ունի։ Դա կլինի ֆիզիկական կամ մտավոր, հոգեկան կամ այլ կերպ։ Նույն դրույթը ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության երեխաների իրավունքների մասին հոդվածի 9-րդ հոդվածում։ Սակայն այս ամեն ինչը պարզապես հողին է հավասարվում, երբ հանդիպում է 6 տառից բաղկացած եւ մղձավանջ հիշեցնող մի արտահայտության՝ բուլինգի։ Բուլինգը անձի ֆիզիկական կամ հոգեբանական պարբերաբար ճնշումն է այլ անձի կողմից։ Այն ունի մի քանի տարատեսակներ՝ ֆիզիկական, հոգեբանական, վերբալ կամ բառացի կամ կիբերբուլինգ։ Շատերի կարծիքով բուլինգը պարզապես տարիքային երևույթ է, որը երեխաներ են, ինքնահաստատման շրջան է եւ այլն, ոչինչ կանցնի, բայց իրականում բուլինգի պատճառով շատ կյանքեր են խեղաթյուրվում։ Բերեմ հայտնի մի օրինակ, բրիտանական ամենահայտնի շաբաթաթերթերից մեկը մի հոդված էր ցուցադրել, ըստ որի 14-ամյա պատանին ինքնասպան էր եղել երկրպագուների թիմում միակ տղան լինելու համար։ Տղային անգամ էին ծաղրել, որ տղան անստիպված անցել էր տնային ուսուցման եւ սրա տնային ուսուցումը փրկություն չէր։ Դրան անդադ սպառնում էին սպառնալից հաղորդակցություններ եւ կիբերբուլինգի պատճառով տղան ինքնասպան եղավ հենց դպրոցի բակում։ Եվ սրանից հետո սկսվեցին հայտարարություններ, տարբեր օրենքներ ընդունվել հակաբուլինգյան եւ հակաբուլինգյան քաղաքականություն վարել։ Սակայն այս ամեն ինչը լավ ոչինչ է, եթե մենք չփոխենք ինքներս մեզ։ Մեր երկրում Հայաստանի Հանրապետությունում բուլինգի ենթարկվում են այն երեխաները, ովքեր չունեն կարծրատիպային մտածելակերպ, այսպես ասած կանոններից դուրս են, իսկ բոլորները կարծրատիպային մտածելակերպ ունեցող մարդիկ են։ Իմ ավագ ընկերներից մեկը 19-ամյա Արթուրը նշում էր, որ մի անգամ ես վարդագույն շապիկ էի հագել եւ ես տեսել էի, որ տղաները երբեմն վարդագույններ են հագնում եւ գնացել էի դպրոց։ Եվ դասերից հետո ինձ տարան դպրոցի կողքը եւ ծեծեցին տղաները, բուռնության ենթարկեցին, ասելով հո դու աղջիկ չես, ինչ վարդագույն, քո ինչ տարիքն է որ վարդագույն ես հագնում եւ նմանատիպ այլ արտահայտություններ։ Եվ սրանից հետո սկսվեց իմ մղձավանջները, մինչև 9-րդ դասարան, երբ ես ընդունվեցի քոլեջ։ Ինձ թվում էր այնտեղ ավելի վատ է լինելու եւ այլ ես ընկերներ չեմ ունենալու այլևս, բայց ամեն ինչ փոխվեց, ամեն ինչ գնաց դեպի լավը։ Բայց երբ ես հետադարձ հայացք էի գցում դեպի իմ մանկությունը, ինձ մոտ սկսում էր մղձավանջներ եւ ես դիմեցի ալկոհոլի օգնությանը եւ ունեցա ալկոհոլային կախվածություն։ Եվ բուժվեցի եւ հիմա ամեն ինչ շատ լավ է։ Ես ուրախ եմ, որ բուժվել եմ եւ հիմա գնում եմ դեպի առաջ։ Սակայն այն ժամանակը, երբ նա բուժվում էր ալկոհոլից, նա կարող էր օգտագործել ինչ-որ մի օգտակար բանի համար, կյանքը փոխելու կամ ընդհանրապես աշխարհը վերագտնելու։ Նա կարող էր ստեղծել մի տար, որը կհամարեր Մենդելևի պարբերական համակարգը կամ կդառնար հաջորդ Իլոն Մասկը։ Սակայն նա այդ ժամանակ բուժվում էր ալկոհոլից։ Մենք բուլինգի շնորհիվ պարզապես հասարակության մեջ որով ենք սերմանում, ոչ այլ։ Ոչինչ չի փոխվում բուլինգի շնորհիվ։ Ինչերից կարող ենք զրկել բուլինգի շնորհիվ եւ ինչեր թույլ չտալ։ Մենք բուլինգի շնորհիվ պարզապես ունենում ենք մի շարքային քաղաքացի, ոչ այն դեպքում, երբ կարող ենք ունենալ մի մարդ, ով կլիներ հասարակության պիտանի անդամ կամ պետության լիարժեք քաղաքացի, այլ պարզապես ունենում ենք սովորական եւ շարքային ազնվորություն։ Ողջույն բոլորին, նախ բարև հանդիսատեսին եւ հյուրերին։ Ես Արեգ Ավետիսյանն եմ,
ալամաշխարհի հայրաքաղաք Գյումրիից, ավելի կոնկրետ Գյումրու տնտեսագիտական վարժարանից։ Նախ ուզում եմ շնորհավորել երեխաների միջազգային պաշտպանության օրը, ինչպես այսօրվա տոնն է միջազգային, այնպես ինձ ուզող հարցն է միջազգային։ Մենք սովոր ենք, որ երեխաների օրը հագեցած է երկու պարով, խաղերով, օրինակ ֆուտբոլ, թենիս, լող, բոուլինգ, բայց այսօրվա իմ թեման հենց բուլինգն է, չէ, սխալ չլսեցիք, ես խաղը նկատի չունեմ, բուլինգը ամենևին էլ խաղ չէ։ Ծաղրանք ու ստորացումները վաղուց են դարձել դպրոցական կյանքի անբաժանելի մաս և տարեց տարի ավելի ու ավելի են տարածվում։ Այս երևույթը նոր չէ հայ իրականության մեջ, սակայն նոր է այն տերմինը, որը բնորոշում է այն։ Արևմուտքում այս երևույթը անվանում են բուլինգ։ Բուլինգը անձնթիրախավորումն է և նրա նկատմամբ կիրառվող պարբերաբար ճնշող, ագրեսիվ, նվաստացնող վարկը։ Բուլինգի կողմերն են ագրեսորը, զոհը, դիտորդը կամ փրկարարը։ Բուլինգի ենթարկվածի նկատմամբ ցուցադրում է իր արհեստականորեն ընդգծում է իր ենթադրյալ առավելությունները և ենթադրյալ իրավունքները բուլինգի ենթարկվողի նկատմամբ։ Շատ ծնողներ կարծում են, որ բուլինգը շատ մեծ խնդիր չէ երեխաների համար, ինչպես օրինակ ծխելը, խմիչք օգտագործելը, բայց բուլինգի հետևանքները կարող են լինել շատ ծանր և անշրջելի։ Բուլինգի են ենթարկվում հիմնականում այն երեխաները, ովքեր չունեն ծնողներ, տանը օգտագործվում են որպես տնտեսական գործիք և այլն։ Բուլինգը ունի մի քանի տեսակներ, օրինակ կիբերբուլինգը, ֆիզիկական բուլինգը, հոգեբանական կամ սոցիալական բուլինգը, ժեստիկուլացիոն բուլինգը և վերբալ բուլինգը։ Բուլինգ Հայաստանի բուլինգը հիմնականում կատարվում է մեկ կամ մի քանի ահաբեկիչների կողմից, որը կոչվում է մոբինգ։ Մոբինգի ժամանակ հիմնական կռվարարը կարող է ունենալ մեկ կամ մի քանի լեյտենանտներ, ովքեր պատրաստ են օգնել հիմնական կռվարարին իր ահաբեկչական գործողության ժամանակ։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ մինչ այժմ ներկայացված չէ բուլինգի սահմանումը, սակայն դա չի նշանակում, որ բուլինգի ենթարկողը չպետք է ենթարկվի պատժի, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով ոչ մի երեխա չպետք է ենթարկվի բուլինգի, այդ նույն հոդվածով էլ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված է, որ ոչ մի քրեական պատասխանատվություն է սահմանվում այն երեխայի վրա, ով կատարում է բուլինգ, այսինքն պատճառում է մյուս երեխային ֆիզիկական, հոգեբանական պատճառ։ Եվ մենք վերջում հանգում ենք մի խնդրի, որ մինչև 16 տարեկան լրացած երեխաներն են ենթարկվում պատասխանատվության։ Իսկ արդյոք այն երեխաները, ովքեր մինչև 16 տարեկան լրացած չլրանալը ենթարկել են բուլինգի և շարունակում են ենթարկել բուլինգի և ոչնչացնել ուրիշ երեխաների կյանքերը, նրանք պետք է անպատիժ մնան։ Ես կրում եմ ազգային ավանդական բոլոր արժեքները և ինձ համարում եմ դատավոր այդ արժեքները չկրողների համար։ Ես ինձ իրավունք եմ վերապահում դատել դիմացինիս իր սեռի, գենդերային կամ ազգային պատկանելության, սեռական, քաղաքական կամ կրոնական կողմնորոշման համար։ Ես համարում եմ, որ միայն ես եմ ճիշտը։ Այդ տողերը զարմանք են առաջացնում ժամանակակից աշխարհում։ Այս տողերի գաղափարները կրողները իրենց վարքով խոչընդոտում են մարդկային բնականոն կյանքի առաջընթացին։ Ցավն այն է, որ նման մարդկանց շարքերում կան նաև ուսուցիչներ, հանրային քաղաքական կամ մշակութային գործիչներ։ Հիմնականում այս մարդիկ են հանդիսանում հասարակության մեջ լավ կամ վատ սովորույթներ սերմանողները, և նրանց այս վարքի պատճառով է, որ մարդիկ անհանդուրժողական են։ Այս ամենը սկսվեց դպրոցից, երբ բոլորը միանման էին, իսկ տարբերվողները վտարված։ Այս ամենի սկիզբ այն ժամանակն էր, երբ երկրորդ դասարանցում տվեցինք զրահաբաճկոն ու խաղալիք զենք, սովորեցնելով ոտանավոր, որում խոսվում է հարևանին ոչնչացնելու մասին։ Պատանուն մենք ասենք, որ առաջին ազգն ենք ու ամենալավ ազգն ենք։
որից հետո այդ անհատը մեծացավ այն մտքով, որ իրենից հետո ազգ չկա ու իրենից հետո երկիր գոյություն չունի։ Արդյոք այս մոլորակի վրա բոլորի համար տեղ չկա։ Միթե մենք երեխաները սպարտավոր ենք ընդունել այն ռումբերը մեզ վրա, որոնք ուղարկվում են հանուն ոչինչի։ Եվ միթե մենք ենք այն ատելության տարածման գլխավոր թիրախը, որպիսի զենքով կանգնենք մեր նմանների առաջ։ Ճակատագրի բերումով մենք ծնվել ենք տարբեր դրոշների տակ, բայց մենք դաստիարակվել ենք նույն համեստ ընտանիքներում, մեր սիրելի մուլթերոսները նույնն էին, եւ մենք քնելուց առաջ մենք բոլորը սորորոցային էինք լսում։ Բայց արի ու տես, կրթված, կյանքի մեծ փորձ ունեցող ու պատերազմ անցած մեծահասակները որոշել են, որ մենք երեխաներս թշնամիներ ենք։ Որպես մեծ երեխաների հատված, քաղաքական դաշտը լցված է ատելությամբ, նոր հասունացող քաղաքացին, երեխան, դեռ իշ չձևավորված քաղաքական մտածելակերպի տարիքում միայն ատելություն է տեսնում, որից հետո դադարում է շփվել այլ կերպ մտածողների հետ ու նույն ատելությամբ վարքն է դրսևորում։ Տեսնելով անբովանդակ վիրավորանքներով լցված քաղաքական դաշտը մարդու ներքին ձևավորվող գաղափարները ատելությամբ են հասունանում։ Ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտում ձևավորված անհատը չի կարողանում ապագայում սիրո և համոզարշության մթնոլորտում ապրել։ Նա չի տեսնի հասարակության այն երջանիկ համակարգը, որի մասին այդքան խոսվում է։ Նա չի ապրի իրեն օգնության հասնող ու կարեկցանքով լցված մարդկան շրջանակում։ Նա մանկուց տեսել է միայն ռազմական ֆիլմեր, իսկ հեռուստասերիալներում նրան մատուցվել է քրեական ենթամշակույթ կրող մարդու հեղինակավոր կերպարը։ Այս մթնոլորտը կարող ենք փոխել միայն մենք, եթե ցանկանանք։ Մեզ համար հեղինակավոր մարդու կերպարը ուսուցիչն ու գիտնականը պետք է լինեն, այլ ոչ նույն շենքում ապրող 4 ստատվածություն ունեցող քրեական դեմքը։ Մեր ազգը պետք է որակյալ մշակույթ ստանա, որում պետք է լինի միայն սերն ու համերաշխությունը, այլ ոչ այրունն ու ատելությունը։ Շնորհակալ եմ։ Հուսով եմ տարիներ անց մեր երեխաները այս թեմայով էլ ելույթ չեն ունենա։ Հուսով եմ, որ բուլինգ բառը շուտով կվերանա մեր բառապաշարից։ Արդյոք այս մոլորակի վրա բոլորի համար տեղ չկա։ Բարև ձեզ, ողջունում եմ բոլորին։ Ես այսօրվա իմ ելույթով ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը շատ հաճախ դրսևորվում է մեր հասարակության կողմից, դա կրոնական խտրականությունն է։ Ես ինքս քրիստոնյա եմ, սակայն իմ շրջապատում հանդիպել եմ շատ մարդկանց, ովքեր եղել են ոչ քրիստոնյա։ Օրինակ իմ նախկին դասարանում կար մի աղջիկ, ով աթեիստ էր, եւ դրա պատճառով նա առանձնացված էր շրջապատից, ինքնամփոփ եւ ներգրավված չէր մեր առօրյային, եւ այդ հարցը ինձ շատ էր հուզում, քանի որ այդ ամենը նաեւ ազդեցություն էր ունենում նրա կրթության վրա, եւ նաեւ նշեմ, որ մեր երկիրը կրոնապետական չէ, այսինքն կաթողիկոսը երկրի գլխավոր առաջնորդը չէ, ապա կոչ եմ անում բոլորին, որ կրոնական խտրականություն չդրսևորվի մեր շրջակայքում եւ կոչ եմ անում բոլոր երեխաներին, որ բոլորը պայքարեն իրենց իրավունքների համար եւ մենք բոլորս երեխաներից մինչեւ գիտակից սերունդ պետք է անենք անհնարինը, որպեսզի մեր գալիք ապագան լինի ավելի լավ եւ զարգացած եւ պետք է ապրենք, արարենք եւ շնորհացնենք մեր երկիրը։ Շնորհակալություն։ Ելույթներից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան այն ամենի մասին, ինչի մասին բանախոս երեխաները չխոսեցին, ինչպես նաև երեխաները համաժողովի մասնակիցների հետ միասին անց են կացրել քննարկումներ, որտեղ առաջարկել են բարձրացված խնդիրների համար լուծումների իրենց տարբերակները։ 1809 թվականին ընդունեցին օմբուդսմենին եւ դա շատ լավ օրինակ ծառայեց մյուս երկրներին, նաեւ մեր երկրին լավ օրինակ ծառայեց, բայց մեզ մոտ անդադ կոնֆլիկտներ էին առաջանում մարդու իրավունքների պաշտպանի եւ իշխանության միջեւ, անդադ լիազորություններ էին ուզում սահմանափակեին, անդադ կոնֆլիկտներ էին առաջանում եւ այլն։ Անդ որում, որ խնդիրը այնում չէ, որ Շվեդիան առաջինն էր աշխարհում, ով օմբուդսմենին է ընդունել։ Շվեդիայի թագավորը դեռ 1809 թվականին, երբ որ ընդունեցին օմբուդսմենին, դեռ 100 տարի առաջ հասկացավ, որ իր իշխանությանը հակակշիռ է պետք, եւ նա ստեղծեց թագավորական օմբուդսմեն։ Այսինքն նա երկրում, որտեղ առաջինը հայտնվեց օմբուդսմենը, դեռ 100 տարի առաջ կար 12-րդը, որ Շվեդիայի նախագահ, թագավորն էր այդ ժամանակ, ինքը
հասկացավ, որ իր թագավորական իշխանությանը հակակշիռ է պետք։ Իսկ մեր երկրում մինչ այսօր անդադ խնդիրներ են առաջանում օմբուդսմենի եւ իշխանության միջև, անդադ խնդիրներ են առաջանում։ Գուցե դա է պատճառը, որ մենք այդքան զարգացած չենք ինչպես Շվեդիան, մենք այդպես սոցիալապես զարգացած չենք ինչպես Շվեդիան, որտեղ ենք մենք սխալվել, դպրոցում ենք սխալվել, մանկապարտեզում ենք սխալվել, որտեղ ենք մենք սխալվել, գուցե դա է պատճառը, որ մենք այդպես զարգացած չենք որպես մեր հյուրերը նաև։ Ես ուզում եմ ասել, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում որպես պետություն, որովհետև մեր պետությունում մենք չունենք թագավորական, բայց ունենք պարլամենտական օմբուդսմեն։ Այսինքն ազգային ժողովն է, որ ընտրում է մարդու իրավունքների պաշտպանին։ Ես կարծում եմ, որ Գրիգոր որևէ պետության պատմության մեջ պետական տարբեր հաստատությունները կլինեն դրանք նախարարություններ, կլինեն դրանք դատավորներ, կլինի մարդու իրավունքների պաշտպանը եւ այլն, յուրաքանչյուր պետություն իր ինքնատիպ զարգացման ճանապարհն է անցնում։ Շվեդիան անցել է իր զարգացման ճանապարհը արդեն դարերի վեր, ինչպես դու շատ տեղին նշեցիր, մենք անցնում ենք մեր զարգացման ճանապարհը։ Ու բնականաբար մեր զարգացման ճանապարհին խոչընդոտներ շատ կան, իրար չհասկանալ շատ կա, ինչը օգնում է ոչ միայն խանգարում է, բայց նաև պետք է մենք ինքներս ուժ գտնենք մեր մեջ, որ այդ անհասկանալը կամ քննարկումների միջոցով գտնենք այն կարևոր լուծումները։ Բայց ուզում եմ մի բան ասել այսօրվա խորհրդից օգտվելով, որ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մեր երկրում, չգիտեմ Շվեդիայում ինչպես է, մեր երկրում միակ հաստատությունն է, որին երեխաները կարող են դիմել առանց միջնորդի, առանց ծնողի, առանց խնամակալի, առանց ուսուցչի աջակցության։ Մենք այսօրվա մեծ լսարանը ուզում եմ օգտագործել եւ ասել, որ մենք ունենք childrenombuds.am կայքը, որտեղ ուղղակի մեկ կլիքի միջոցով հնարավոր է դիմել պաշտպանին, բայց ոչ միայն կարելի է ներկայացնել դիմում, բողոք, այլ կարելի է նաև խնդրել խորհրդատվություն, որովհետև շատ դեպքերում դուք երեխաները, երիտասարդները չգիտեն օրինակ այս հարցի վերաբերյալ որն է ճիշտը, ինչպիսի կարգավորումներ կան, ինչպիսի խորհուրդ կարելի է վերցնել։ Ուստի ուզում եմ բոլոր երեխաներին կոչ անել, դիմել մարդու իրավունքների պաշտպանին, ուղղակի ձեր հարցերը ուղղել, խնդիրները բարձրացնել։ Մենք ունենք նաև թեժգիծ 116, ինքը 24 ժամ 7 օր շաբաթվա մեջ աշխատող թեժգիծ է եւ կարող եք զանգել, կիսվել ձեր պատմություններով, հարցնել խորհուրդ, դիմել օգնության, թեկուզ հրատապ դեպքերում։ Մենք խոսեցինք բուլինգի մասին, բայց նշեցինք, որ մինչ օրս ՀՀ օրենսդրությունում չկա բուլինգի սահմանում։ Ինչու՞։ Միգուցե սա սկիզբը լինի, որպեսզի այդ սահմանումը հենց լինի։ Ինչու չունենք օրենսդրորեն սահմանված այդ եզրույթը, տերմինը ինչու չունենք, որովհետև օրենսդրությունը կյանքից առաջ չի ընկնում երբեք, երբ որ լինում է ինչ-որ երևույթ եւ երբ որ այդ երևույթը կրում է պարբերական ու զանգվածային բնույթ եւ դրա կարգավորման անհրաժեշտությունն է առաջանում, այս դեպքում նոր հանդես են գալիս նախաձեռնության, որ ունենանք նման օրենք, որով կսահմանվի թե ինչ է այդ երևույթը եւ եթե սահմանում ենք երևույթը, պիտի հասկանանք, իսկ ինչու սահմանեցիք, որ հետևանք կիրառեք, այսինքն որ պատասխանատվություն կիրառեք, ինչը նշանակում է, որ սա ընդհանրապես ժամանակի խնդիր է, որևէ եզրույթ, եթե մենք տանում ենք օրենքի դաշտ, նշանակում է եկել է դրա օրենսդրական ձևակերպման ճիշտ պահը։ Մենք այսօր մեր քննարկումներում ըստ էության ինչ ենք անում, հիմնավորում ենք, դուք փաստահենք հիմքն եք ստեղծում, որպեսզի օրենսդիրը նաև մտածի այդ ուղղությամբ։ Հետևաբար ձեր շնորհակալություն այսօրվա ձեր ելույթներում հատկապես այդ թեմային անդրադառնալու համար։ Մենք դպրոցներում, հիմնական եւ ավագ դպրոցներում հաճախ բուլինգ ենք ենթարկվում ուսուցիչների, տնօրենների, փոխտնօրենների կողմից, մեր դրես կոդի մազերը ներկած, մազերը թափած ու երբ մենք խոսում ենք դրա մասին, ասում ենք, որ իրենք չեն կարող մեզ արգելել դա, քանի որ մեր ծնողները չեն ստորագրել փաստաթուղթ մեր դրես կոդի վերաբերյալ։ Իրենք ուղղակի ասում են հա, ու էլի շարունակում այդ բուլինգը, այսինքն ինչի մազերը չես կապել։ Ինչ կարող ենք անել ու ինչ եք կարծում, ինչից է սա առաջանում։ Ես ներկայացնում եմ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը։ Հիմա անդրադառնամ մեր սիրուն աղջկա հարցին։ Ներեցեք, ձեր անունը չֆիքսեցի։ Տեսեք,
dress code որևէ մեկը չի սահմանել։ Ընդամենը պահանջել չասեմ, կամ չեմ վախենում նշել պահանջ, լինել կոկիկ, լինել սանրված, ես պատահական արտահայտություններ չեմ անում, չլինել պատառոտված հագուստով, մենք ինքներս էլ, օրինակ այսօր դուք ներկայացել եք միտեղ, որտեղ միջոցառում է լինելու, դուք գիտեիք ու շատ կոկիկ հագնված բոլորը եկել եք ինչքան գեղեցիկ է։ Հիմա, երբ որ դասի կազմակերպման ընթացքում հավատացեք, թե սանրվածքը, թե մատնահարդարումը, թե նեղ կամ չգիտեմ, թույլ տվեք նշել, չգիտեմ, ոչ պարկեշտ հագուստը կամ չգիտեմ, հաստատ կրթության կազմակերպման մեջ իր դերը ունի, ինչ առումով։ Նախ նշենք ավելի թանկ և էժան այս տարբերության մասին, հենց իրենց երեխաների միջև այդ բուլինգը հենց այդտեղ է աշխատում, սկսում աշխատել, այսինքն մեկը դուք շատ լավ եք հասկանում, մեծերից էլ լավ եք հասկանում, թե ես չպիտի, որ ձեզ բացատրեմ կամ խոսեմ բրենդից կամ չգիտեմ, ընդամենը այս սահմանափակում էլ չասեմ, սրա մասին է խոսքը, որպեսզի ավելորդ թե ուշադրություն շեղելուց, թե բայց որևէ մեկը չի ասում, բոլորդ միանման չգիտեմ, իսկ եթե նման բաներ էլ լինում են, ստիպողական նկատի ունեմ, չափից անցի մասին է խոսքը, հաստատ մենք էլ ունենք թեժգիծ, ձեր մարզպետարաններ կամ ըստ ենթակայության, և ձեր ծնողները և դուք դրա տեղը լավ գիտեք։ Միջոցառման ավարտին լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրի սաները հանդես եկան ավտոբուս մնջախաղային համարով։ Կներեք մի գնասինակը որտեղ է։ Մի գրասենակը որտեղ է։ Միբ գրասենյակը որտեղ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց ես։ Ոնց ես։ Սիրել ժեստ։ Սիրել։ Շնորհակալություն։
Միջոցառումը շարունակվել է Թումո այգում պարային համարների կատարմամբ խաղերի և հաճելի միջավայրում։ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին միջոցառմանը հյուրընկալելու համար միջոցառմանը մասնակցում էին շուրջ 400 երեխա, առցանց և արկա ձևաչափերով Արցախից և Հայաստանի տարբեր մարզերից։